Երևանի հարկի տակ էին համախմբվել տարբեր երկրներ։ Երկրները մեկ հարկի տակ միջազգային համահայկական գործարար մշակութային առաջին փառատոնի բացօթյա տաղավարներում տասնյակ մեծ ու փոքր ընկերություններ իրենց արտադրանքն ու ներկրած ապրանքատեսակներն են ներկայացրել միմյանց ու երևանցիներին։ Շատ հետաքրքիր մտահղացում է, շատ համարձակ։ Այսքան ազգերի երկրների մեկտեղումը նոր արտադրանքներ ցուցադրելու հնարավորություն է, որը նոր պայմաններ է ստեղծում հատկապես փոքր ու միջին ձեռնարկությունների համար։ Երկրները մեկ հարկի տակ փառատոնի աջակիցներից է Երևանի քաղաքապետարանը գործընկեր քաղաքների արտադրողներին Հայաստանում ներկայացնելու պատրաստակամությամբ։ Վստահ եմ, որ երկրները մեկ հարկի տակ փառատոնի շրջանակներում մասնակից երկրների գործարարները կարողանան արդյունավետ կապեր հաստատել իրենց գործընկերների հետ։ Եվս մեկ անգամ ողջունում եմ բոլոր մասնակիցներին եւ մաղթում փող շահավետ համագործակցություն։ Երևանի քաղաքապետ պարոն Մարգարյան։ Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատը ներկա է հայկական շուկայում 2002 թվականից եւ դա պայմանավորված է հայկական արտադրության ապրանքատեսակների ներկայությամբ ֆրանսիական շուկայում, մասնավորապես Լիոն եւ Մարսել քաղաքներում։ Մենք կարեւորում ենք Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը եւ պատրաստակամ ենք երկու ստեկ ներդրումային ծրագրերի ընդլայնմանը։ Երևանի քաղաքապետի պաշտոնական այցի ժամանակ հունիս ամսին Մարսել քաղաքում գտնվեց համագործակցության եզրերի Երևանի քաղաքապետարանի եւ Մարսելի քաղաքապետարանի, ինչպես նաեւ արդյունաբերական պալատի հետ, որի արդյունքն է եւ նաեւ այս ցուցահանդեսը, որի ընթացքում GMG գրուպ կազմակերպության հետ միասին կազմակերպել է նաեւ այս ցուցահանդեսը երկրները մեկ հարկի տակ, որը ել ավելի հնարավորություն կտա թե տեղական, թե ֆրանսիական արտադրողներին ավելի սերտ ծանոթանան իրենց իսկ արտադրանքների հետ, ձեռք բերեն նորանոր բիզնես առաջարկներ, նորանոր պայմանագրեր կնքեն։ Փառատոնի բացման նախօրեին հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Բեռնար Հալոսյանը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները Երևանի քաղաքապետի հյուրերն էին։ Երկու ստեկ վերահաստատելու համագործակցության ընդլայնմանային բոլոր պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Երևան եւ Մարսել քաղաքների միջև ու գործարար շրջանակների հետ։ Երևանի զարգացման ծրագրերն ու ներդրումային երկկողմ հետաքրքրություններն էին քաղաքապետի ու գործարարների քննարկման առարկան։ Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում վստահելի գործընկերություն են ակնկալում։ Փոքր ու միջին ձեռնարկությունների տաղավարների համար շփումը տնտեսականից զատ նաև հումանիտար դրսևորում ուներ, փառատոնը նաև բարեգործական ուղղվածություն։ Տոնավաճառի կենտրոնում դրված հանգանակության արգղիկը փառատոնի ավարտին պարունակում էր հասույթի այն մասը, որը ուղղվելու է Հայաստանի բուհերում սովորող սիրիահայ ուսանողներին։